Բարև ձեզ, Սլայքեյի եթերում է անկեղծության ժամ հաղորդումը։ Ես ձեզ խոստանում եմ, որ այսօր մենք ունենալու ենք միանշանակ անկեղծ հարցազրույց, քանզի իմ հյուրն է մարդ, ով կայացած է, պրոֆեսիոնալ է իր գործում եւ ստեղծել է մի կենտրոն, որում գրացված անդամները այսօր զարդարում են մեր հեռուստաեթերը։ Individuum Casting-ի հիմնադիր տնօրեն Աշոտ Սարգսյանը։ Բարև ձեզ, ինչպես եք Աշոտ։ Լավ, շնորհակալ եմ, դուք։ Շատ լավ, շնորհակալություն։ Աշոտ, ինչ է քեզ համար անկեղծություն ասվածը եւ անկեղծություն ասելով, ինչ ես հասկանում առհասարակ։ Կարծում եմ, այդ բառի իմաստի շուրջ շատ պետք չի մտածել կամ անկեղծությունը նա է, ինչ որ այսօր կա, ավելի առաջի հերթին քո սրտում, քո հոգում, քո ուղեղում ու առանց մտածելու։ Կարողանում ես հեշտ զատել անկեղծ կամ կեղծավոր մարդկանց։ Ինձ թվում է արդեն հա, ժամանակը ու կյանքը սովորացնում է, որ դու կամաց կարողանաս առանց մտածելու, ուղղակի աչքերի մեջ նայելով կամ թեկուզ մի քանի բառ փոխանակելով հասկանաս մարդկանց։ Մարդկանց մեջ ինչը կարող է քեզ սարսափելի նյարդայնացնել եւ բնավորության որ գիծը կարող է ոգևորել։ Սուտը, մենակ սուտը։ Նյարդայնացնել։ Իսկ որ ոգևորի։ Ոգևորել մենակ ցանկությունը, ձգտումը։ Ամենաշատը ինչից ես մեծ հաճույք եմ ստանում, երբ որ տեսնում մարդիկ ինչ-որ մի նպատակ են դնում, նպատակասլաց են ու ձգտում են դրան։ 2008 թվականին էր, որ ստեղծեցիր կենտրոնը եւ կասես մինչեւ հիմա ինչ հաջողություններ ես գրանցել, որովհետեւ գիտեմ, որ այն միակ կենտրոնն է, որ մասնաճյուղ ունի նաեւ Վրաստանում եւ չեմ ուզում իսկապես փոքր-ինչ սուբյեկտիվ կարծիք արտահայտել, բայց իսկապես այն կենտրոնն է, որը կարողացավ կարճ ժամանակամիջոցում շատ հետաքրքիր նախանձ առաջացնել նաեւ այս մրցակցության պայմաններում, ինչ կասես սրա մասին։ Ավելի կոնկրետ ասեմ, որ 2008-ին հենց ստեղծվեց այն, ինչ որ պետք էր։ Այսինքն պահանջարկը դա ստեղծեց ու գաղափարը ինչու մեր կայանում, որ ժամանակին հենց մեկը ես ստացա նմանատիպ առաջարկ նկարահանվել ինչ որ հեռուստասերիալում, հա, ժամանակին կար TV5 հեռուստաընկերություն, այնտեղ կար Փախուստ հեռուստասերիալ, ես նկարահանում եմ այնտեղ ռեժիսոր Սուրեն Թադևոսյանն էր հրավիրել, եթե իմ մոտ ստացվեց, մասնագիտությամբ բժիշկ լինելով, ոչ թե ստացվեց խաղարկային նկատի ունեմ լավ ստացվեց, այլ ստացվեց փորձել ինձ այլ ասպարեզում, ինձ դա դուր եկավ, ինչի չպետք է ստացվի ուրիշների մոտ։ Բնականաբար դա շարժատերի համար երազանք է, որ այսօր հայտնվեն եթերի հենց հեռուստատեսության այն կողմը ներսից տեսնեն ինչ է կատարվում, ոնց է այդ ամեն ինչը ստեղծվում ու կարծում եմ հենց դրա համար էլ կարգախոսն ժամանակին հենց դրվեց, որ հավատա քո երազանքի։ Բնականաբար ժամանակը անցնում է, երբ որ արդեն ինչ-որ հաջողությունների ես հասնում, պարզա պետք է ծավալվել, կարծում եմ, որ հենց ուզում եմ փորձել ստեղծել տրանզիտ հասկացողությունը, որը որ մեր հայ դերասանին կարող է անել արտասահմանյան շուկա։ Դրա համար այդ իսկ պատճառով առաջի քայլը մեր մոտ Վրաստանն էր, որտեղ մինչև այնտեղ բացել եմ, ես այդտեղ բավականին մեծ ինֆորմացիա եմ հավաքում եւ պարզվում է, որ Վրաստանը համագործակցում է ամերիկյան ֆիլմերի նկարանող կազմակերպությունների հետ։ Ու մոտավորապես տարեկան 100-ից 150 հոլիվուդյան, ոչ միայն հոլիվուդյան, այսինքն ամերիկյան ֆիլմերի նկարումների հատվածներ, ասենք էպիզոդներ տարբեր տեսակի նկարվում է հենց Վրաստանում։ Այնտեղ սկսած ավարտական քննությունների ֆիլմերից, փառատոնային ֆիլմերից եւ կարծում եմ դա ամենակարճ ճանապարհն է, որ մենք հասնենք մինչեւ։ Ուզում եմ հասկանալ ինչքանով է հեշտ առհասարակ հայի համար ստեղծել որևէ կազմակերպություն, կենտրոն, իր գործում լինել պրոֆեսիոնալ, միանշանակ առաջնային դեր ունենալ այս ոլորտում եւ ստեղծել այդ նույն կազմակերպությունը նաեւ դրսում։ Արդյոք հեշտ է այս ամենը։ Ադեպ երբեք ես չեմ կարծում, որ շուտ մի բան ես կյանքում հեշտ է, պրոստա եթե դու ուզում ես ունենաս որակյալ նորմալ աշխատանքով ապահովես, կարողանաս ցկտես, դասավորես, բնականաբար կստացվի ամեն ինչ, հեշտ է։ Այնքանով է հեշտ, որ դու ուզում ես, եթե դու ուզում ես, քո մոտ ամեն ինչ ստացվում է։ Այսինքն ոչ թե ուզում ես, ավելի ճիշտ գաղափարն է կարևոր։ Եթե դու գաղափարի համար ես անում, դա ոչ թե ասենք հենց ֆինանսապես կայանալու համար, քո մոտ կստացվի։ Եթե դու անում ես նրա համար, որ դու դրանով փող աշխատես, դա չի ստացվում։ Փողը միշտ գալիս է աշխատանքի հետևից։ Երբեք մինչև այսօր ես ֆինանսական հաշվառումներ ասել չեմ տարել, թե ինչ եկամուտ կբերի, ինչ կծախսի եւ այլն։ Արել եմ նրա համար, որովհետեւ դա ինձ եղել է հետաքրքիր։ Այսօր հայերիս մոտ կա մի այսպիսի կարծրատիպ, որ յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի իր մասնագիտությամբ եւ դերասանները շատ հաճախ բողոքում են, որ թե սերիալներում, թե տեսահոլովակներում չեն լինում իսկապես դերասանի մասնագիտությամբ մարդիկ։ Ինչպես ես վերաբերում այս հարցին եւ որովհետեւ գիտեմ, որ այսօր ձեր նույն կազմակերպության անդամագրված մարդիկ կարողանում են իսկապես լինել հեռուստաեթերում եւ
գործը կատարել պրոֆեսիոնալ կերպով։ Ասեմ, ես նրան նորմալ եմ նայում։ Չի կարա լինի, ասենք առանց դժգոհության։ Նախանձին արդեն նորմալ ենք նայում։ Չէ, դե նախանց չգիտեք, մարդը կսովորելա ունի իր դիրքորոշումը, բնականաբար դա նորմալ է։ Իրանք պետք է ունենան իրանց կարծիքը, որը մենք արվում ենք, ես լիչն ընդունում եմ, в принципе ճիշտ են ասում, պետք է մարդ այսօր ունենա կրթություն, բայց կրթություն ստանալու տարբեր ձևեր կա։ Ժամանակին մենք գիտեինք մենակ պետական համակարգով ստացած ուսումը։ Այսօր եկեք, քանի որ մենք անկեղծ ենք, մի խոսում, ես էլ միշտ եմ անկեղծ ասեմ ձեզ, ինչ է տալի մեզ դիպլոմը։ Խոսքը չի գնում բժշկական համալսարանի մասին, որը որ մարդու հետ է աշխատում, կոնկրետ կյանքի հետ է։ Կոնկրետ մասնագիտությունների մասին, որը որ այսօր հենց սպասարկման ոլորտում են կամ թեկուզ նույն տворчески։ Այսօր ոչ մեկին այդ դիպլոմին չի, ոչ մեկ չի նայում այդ դիպլոմին։ Դիպլոմը պետք է նրա համար, որ կցեն դիմումին աշխատանքի ընդունվելու համար ու վсё։ Շատերը չեն էլ նայում։ Մենք պետք է ընդունենք տաղանդ հասկացողությունը։ Պետք է կանենք մեր մեջ դա ոնց են ասում։ Բայց տաղանդը ցուցադրելու համար նաև պետք է ունենա տեսական գիտելիքների բազա որոշակիորեն։ Եթե մարդու մեջ կա, ես դες ասեմ, աշխարհում շատ հայտնի մարդիկ կան, այսօր եթե դուք նայեք այդ ամեն ինչը, այն ինչ որ մենք համարում ենք օսկարագիր ֆիլմ, տեսնում ենք եթերներում, այսօր դերասանների մեծ մասը արտասահմանի չունեն համապատասխան կրթություն։ Իրանք ստանում են կրթություն այն դեպքում, երբ որ իրանց մոտ արդեն ինչ որ գայլեր արվել է ու ստացվում է։ Այսօր ես ձեզ ասում, այսօր հենց մեր կենտրոնի շնորհիվ ընդունելությունը թե թատերական ինստիտուտ ավելացել է, թե ինչ որ դպրոցներ ավելացել։ Ինչի՞, որովհետև մարդիկ գալիս են գրանցում են, ուզում են փորձեն իրանց այդ ասպարեզում։ Մեկը կա դուր է գալի, մեկը կա ընդհանրապես ասում է, չէ, այս շոտիկի իմ համար չէր, կեսից գնում է ընդհանրապես կամ տենց էլ ռիսկ չի անում, այդ զանգը ստանալուց հետո գնա մասնակցի նկարանում։ Այսինքն մենք տալիս ենք այն, որ նա փորձի, որից հետո հստակ որոշումը կայացրած կանա գնա ընդունվի եւ սովորի։ Դա ես անցյալ տարի նկատեցի, երբ որ մեր մոտ գրանցված երեխեք կային, որոնք որ սյոմկեքից հետո ասեն գալիս են ինչ-որ հարցերով մեր մոտ քննարկումների տարբեր, նրանք խոսքի մեջ ասում են, որ գիտես, ես ընդունվել եմ թատերական։ Դա լավ է։ Որտեվ մարդ փորձում էր նորակն։ Մի ժամանակ կան 90-ականներից հետո մեր պետությունը շատ բարդ է ոտի կանգնում։ Մարդիկ դիպլոմի համար էին ընդունվում ինստիտուտ, ոչ թե սովորելու համար։ Հիմա հենց այդ է, ես ուզում եմ գաղափարը ճիշտ պահել։ Այն այսօր ովքեր որ ունեն ինչ-որ եթե ռեժիսորը գտել է մարդու մեջ թեկուզ խարակտերն է, ասենք խարակտերնի կերպար, հա, ասենք ասենց համարում է, որ դա մոտ կստացվի կամ խաղարկային շատ հարցերում տեսնում է, որ ստացվում է մարդուն։ Ինչի՞ չտալ նրան այդ հնարավորությունը փորձել իրան։ Չեք կարծում, ինձ թվում է դա նորմալ է, որ մարդ ժամանակի ընթացքում ինչ որ, չեմ ասում հոբբի, բայց ինքը գտնում է իր երկրորդ եսը։ Շատ լավ է, որ դիպլոմի նկատմամբ կա ձեռք բերելու ցանկություն, ձգտում, քան օզիտի համար ավելացնելու։ Իհարկե, բայց դրա համար պետք է ցավալի։ Այդտեղից մեր մոտ կգա արդեն որակյալ կադր։ Ինչի այսօր սովորած բոլոր ուսանողների մեջ կեսը բուդկա է պահում, մյուս կեսը խանութ է բացում, իրական է խոսանք։ Մի մասն է հայտնվում եթերում, բայց դա թատերականի մեղքը չի։ Դա այն մեղքն է, որը որ եղել է 90-ականներից կարծրատիպը, որը ստեղծվել է։ Իսկ հիմա արդեն գալիս է դրան, մարդիկ տեսնում են եթեր, տեսնում են, որ ոչ պրոֆեսիոնալներն են նույնիսկ այնտեղ հայտնվում, մարդիկ այսօր իրանց այդ ցանկության, այդ երազանքին թեկուսա, դարձել հնարավորություն արտահայտվելու։ Իրանք արտահայտվում են մեր կենտրոնի միջոցով, իրանք գնում են պուճուրիկ թեկուզ էպիզոդիկ դեր, որում նույնիսկ ինքը կարևորն է, որ կարողանում են գործնականում իրենց իսկ գալիս այդ մտնոլորտը տեսնում է, ինքը հասկանա, որ հա, հենց սա այն էր, ինչ որ ինքը ուզում էր։ Դա մասին ինքը իրոք երազում էր։ Դրանից հետո նա վերցնում է իր փաստաթղթերը, ինչ որ պետք է գնում դիմա թատերական ինստիտուտ կամ ինչ որ ստուդիաներ, որոնք որ այսօր տալիս են համապատասխան կրթություն։ Մարդիկ ով գործ ունի բնականաբար շատ մեծ երիտասարդության հետ եւ կասեք իսկապես աճ տեսնում եք մեր երիտասարդության մեջ կա ձգտում առաջ գնալու նպատակին հասնելու ցանկություն։ Չեմ ուզենա համեմատել в принципе առաջվա կամ այսօր ժամանակը։ Չէ, խոսենք մեր սերնդի մասին։ Ավելի շուտ ցավը նրան որ տենդենսը նրան որ մարդիկ ոչ թե ուզում են ընդունվեն կամ ինչ-որ արտահայտվեն նրա համար որ իրանք ասելիք ունեն կամ ինչ-որ մի բանով թեկուզ եթերը գեղեցկացնեն իրանց ճիշտ լավ խաղով որ իրանց այլ հայտնի դառնալու ցանկություն։ Եթերում երևալու խնդիր կա։ Ամենամեծ ցավն է։
Մենք այսօր երբ որ ունենում ենք դպրոցում ընդունելություններ, հա, մենք անպայման այդ հարցերին ուշադրություն ենք դարձնում։ Տեստավորման ժամանակ միշտ հարցնում ենք, ինչն է նպատակը, ինչի համար ես դու այստեղ գտնվում։ Եթե այդ մարդը ասում է, ես ուզում եմ հայտնի դառնալ, որ ինձ տենց փողոցում տեսնեն, ճանաչեն եւ այլն, նորմալ է, դա կարա ասի 16-17 տարեկան ինչ-որ երիտասարդ, որովհետեւ որ դա հետաքրքիր, որտեղ նա հələ չի հասկացել այն կորիզային գաղափարը ինչի համար է դա անում։ Բնականաբար, եթե դա մի քիչ մեծ ավելի տարիքում արվում, դա իրոք ահավոր ցավալի է։ Հիմա տենդենսը գնում է նրան, որ մարդիկ ուզում են արտահայտվել։ Արդեն փորձում են գալիս են նրան, որ դա իրենց հետաքրքիր է, որոնց այդ հետաքրքրության պատճառով փորձում են ինչ-որ բանի հասնել։ Աշոտ, խոսեցիր նաև այն մասին, որ գալիս են ձեզ մոտ եւ բնականաբար հարցադրումներն անում եք, ինչի համար են ցանկանում ընդունվել եւ այլն։ Ուզում եմ մի հետաքրքիր հարց տալ։ Արդյոք ինչքանով եք ուշադրություն դարձնում արտաքին տեսքին եւ ինչքանով պիտի արտաքին տեսքը ունենա նաեւ ներքին պաշար այս պարագայում եթերում Երևանու համար։ Բարդ հարց տվեցիք, ասեմ ինչի համար, որովհետև երբեք չես կարա դու ինքդ դատես մարդու արտաքին տեսքը կապ չունի, որովհետև ինքը իրոք շատ հարաբերական բան է։ Այդ հարցին կարող մենակ մի ձև պատասխանեմ, որ տարբեր նախագծերում միշտ տարբեր կերպարների համար տարբեր կերպարներով մարդիկ են պետք։ Կապ չունի դա սիրուն, տգեղ, չգիտեմ ինչ է, մի քիչ լայն, իմ համար տգեղ մարդ է, որ իրականում դա պրոստը խոսքեր չկա։ Մարդ կա, որը չի համապատասխանում կոնկրետ դերին։ Մարդ կա, որ համապատասխանում է կոնկրետ դերին։ Իմ մոտ տարբերակումը տենց է։ Տգեղի կամ գեղեցիկի հետ կապված չէի ուզում խոսեինք, այլ առավել շատ նրա հետ կապված, որ քասթինգ կենտրոնների տնօրենները միշտ փորձում են առանձնացնել գեղեցիկ աղջիկների կամ գեղեցիկ տղաների, ովքեր որ առավել շատ կերևան, որովհետև գիտենք, որ կա նաև հանդիսատեսի համակրանք, նրանք նաև ռեյտինգ հավաքելու խնդիր ունեն եւ այլն։ Այս հարցին ինչքանով եք կարողանում ուշադրություն դարձնել։ Ոչ մի առանձնացված ոչինչ չկա, ես դες պարզ ասեմ։ Մեր մոտ դա մի քիչ ուրիշ մեխանիզմով աշխատում, քանի որ մենք իրականում վերջնական որոշումը մենք չենք տալի, այսինքն մենք ունենք մեր աշխատանքից երկու բառով ասեմ, որ պատկերացնենք ոնց է դա արվում։ Ուրեմն ռեժիսորը գալիս է միասին ըստ իր գրված արդեն սցենարիստի գրված սցենարի, ասենք ռեժիսորի հետ միասին մենք նայում ենք, պատկերացնում ենք կերպարը, իրար հետ միասին ընտրում ենք, սկզբից նախնական փուլում նկարներով, որովհետև հենց նկարայինով արդեն համապատասխանությունից հետո մենք ուժը հրավիրում ենք կամ վիդեոպրոբայի կամ արդեն իսկ նկարահանումը, նայած թե դերը, նայած թե նախագիծը։ Խոսքը այդտեղ արդեն դու չես կարա դնես տգեղ, սիրուն եւ գեղեցիկ, то есть մենք չենք որոշում։ Իրականում հենց վերջում ռեժիսորն է հաստատում իրան այդ դերին։ Հա, տարբերակման խնդիր չկա հաստորեն այստեղ։ Մեր մոտ կա տարբերակման խնդիր, ասած պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ, որը ավելի կարեւոր է այսօր։ Բնականաբար պրոֆեսիոնալ ռեժիսորը ըստ իր բյուջեի բնականաբար արդեն ըստ իր սցենարի էլ գալիս նայում ընտրում է։ Բնականաբար եթե դերասանը պրոֆեսիոնալ է, մոտեցումը այլ է, նկարահանողը պրոֆեսիոնալ չի, ուղղակի շատ փորձ ունի, մոտեցումը այլ է։ Դա տարբերակումը։ Շատ խոսեցինք, կարծես թե գործնական աժոտաժից, փոքր-ինչ տեղափոխվենք առօրյա կյանք եւ կասես կին-տղամարդ հարաբերություններում ըստ Աշոտ Սարգսյանի, որն է կատարյալ տղամարդու, չնայած կատարյալ տղամարդու մասին փոքր-ինչ առհասարակ մարդկանց մասին չի կարելի օգտագործել այդ բառը, բայց ճիշտ տղամարդու քայլը որն է հարաբերությունների ժամանակ։ Չեմ կարող տենց հստակ ինչ-որ բան ասել, դա գիտեք դիմացինից է գալի։ Կարծում եմ կատարյալ տղամարդը նա կլինի, որը որ կլինի իր կնոջ կողքին։ Վեճերից, խանդի տեսարաններից, ընտանեկան հարաբերություններում կռիվներից խուսափելու համար։ Չէ, պետքա լինի։ Իհարկե պետքա լինի, այլ եթե դա սա։ Ասում են սերը ավելանում է այս բարակայում։ Երբ որ վեճերը լինի, իհարկե։ Նայած ինչ կոչվային վրա է, ինչի համար է այդ կռիվը։ Կռվից հետո բարի շերն է հետաքրքիր։ Առանց կռվի սա դառնում է միապաղաղ։ Պետք է լինեն վեճեր, չեմ ասում ցած կրտուկ բնականաբար, չէ վեճեր, պետք է կինը ունենա իր կարծիքը տղամարդի ու իրանք միշտ պետք է իրար չհամընկնեն, որ կարողանաք ինչ-որ ընդհանուր հայտարարի գալ, այն կոմպրոմիսային տարբերակ է։ Առօրյա բազմականակ աշխատանք, գիտեմ, որ մշտապես զբաղված ես լինում եւ տանը այս բարակայում երևի թե քիչ ժամանակ ես ունենում հատկացնելու, կարողանում ես զբաղվել երկու որդիների դաստիարակությամբ։ Չէ, այդ պարտականությունը ավելի շատ մասով կնոջս վրա է։ Ու ինչ համար ես իրան շատ շնորհակալ եմ, ինքը հասկանում որ հիմա իմ մոտ այն փուլն այն ոչ թե հենց հիմա, այն փուլն է, որ ես փորձում եմ ապահովեմ ընտանիքը ավելի կայուն, ավելի առաջ նայելու համար բնականաբար, հա, ինքը փորձում է այդ վերը իր վրա վերցնել, ես էլ ինչով կարող եմ ավելի շուտ օգնող եմ, կարծում եմ միշտ էլ տենց է։
Յուրաքանչյուր ընտանիքում էլ հիմնական բեռը կնոջ վրա է, դրա համար մի քիչ մամա հասկացողությունը իմ համար ուրիշ է։ Այս պարագայում կինը պետք է լինի շատ խելացի, որպեսզի տղամարդու կողմից ունենա այն վստահությունը, որ ուրեմն շատ լավ է, եթե երեխաների դաստիարակությամբ ինքն է զբաղվում։ Դա եթե իմ կինն է, ասել ենք դա։ Եթե արդեն ընտրությունը կատարված է։ Ուրեմն արդեն վստահությունը կա, իհարկե։ Կյանքում ստացած ամենամեծ անակնկալը, որ հենց հիմա կհիշես։ Իմ ամենամեծ անակնկալը կյանքում դա իմ երեխաներն են։ Ուրիշ ոչինչ չկա։ Այսինքն իմ համար որ իմ կյանքը փոխեց ընդհանուր ամեն ձև։ Երկու որդիների կատարած որևէ քայլ, որ հենց հիմա կհիշես։ Քանդում, ջարդում, փշրում, որը որ էլի խոսում է նրա մասին, որ ձգտում են, ինձ դուր է գալու։ Չեմ սիրում հանգիստ բնավորություն։ Ինչ ցանկություն կուզենաս հենց հիմա հնչեցնել մարդկանց հաղորդումը դիտողներին, ովքեր որ մշտապես ունեն բարին լսելու կարիք։ Կուզեմ թող բարի լինեն։ Այս վերջերս նկատելի է շատ դառնում, որ գիտեք ավելի շատ ամեն ինչը խոսակցության մակարդակով է սա արվում, լուծվում, կատարվում, քան թե իրականում մարդը ներսում կա։ Բայց ես կուզեմ, որ այդ բարիությունը, ինչքան շատ մարդիկ բարի լինեն իրար հանդեպ, այդ չկամեցողությունը վերանա։ Թող ուրախանան ուրիշների առաջ խաղացան, ոչ թե մտածեն, այս տես ինքը տենց ոնց ստացվում է կամ ցած։ Թող բարի լինեն, պրոստը իրար կամենան ուրիշ բան չեմ ուզում։ Եթե դա եղա, բոլորի մոտ էլ լինելու հաջողություն, բոլորին էլ լինելու լավ։ Շնորհակալ եմ իսկապես անկեղծ եւ շատ հաճելի հարցազրույցի համար։ Ձեզ մերսի հրավերի համար։ Դե ինչ, այսքանով եզրափակենք այսօրվա անկեղծության ժամ հաղորդումը։ Ասում են, որ մշտապես բարին եւ անկեղծությունը քայլում են կողք կողքի, ինչում մենք այսօր համոզվեցինք այսօրվա իմ հյուրի անկեղծ հարցազրույցից։ Իմ հյուրն էր Ինդիվիդուում կաստինգի հիմնադիր Աշոտ Սարգսյանը։ Ես իմ այսօրվա արտաքին տեսքի համար շնորհակալություն եմ հայտնում Գալատեա էսթետիկական բժշկության կենտրոնին, հատկապես դիմահարդար Սոնա Արաքելյանին, իսկ հագուստի համար մշտապես իր ոճով եւ դիզայներական աշխատանքով առանձնացող դիզայներ Դիանա Շատվերյանին։ Կհանդիպենք։